եպիսկոպոսած հավաք։ Անկեղծ լինեմ, ես պատասխանեմ, այո, մենք տեսնում ենք այդ արդարադատությունը, դա իրականանալու է վաղ թե ուշ, չեմ ասում հենց այսօր, բայց իրականանալու է, որովհետև մենք բոլորին, ով որ քմահաճույքով կամ ինչ-որ ցուցումով խնդիրներ կատարե, կեղծ։ Մենք իրանց համ դեմքով ենք ճանաչում, համ անուն ազգանունով, համ իրանց բնակության հասցեներով լինելու է այդ ամեն ինչը, ժողովուրդ։ Մեր առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունը տեսնել իրավական երկիր, որը որ խաթարվում է ամեն օր։ Մենք ունենք մայր օրենք, սահմանադրություն։ Սահմանադրությամբ տված է ամեն մի գերատեսչության խնդիրները, ով ինչի համար է պատասխանատու։ Բազմիցս երկար ժամանակ է մենք տարբեր կառույցներին նամակ ենք ուղղել սահմանադրության կետերի խախտման համար։ Մենակ մի կետ չէ, բազմակի կետեր է խախտվել Հայաստանի Հանրապետության մայր օրենքից։ Իշխանությունը այսօր խոսում է սուվերեն ինքնիշխան պետությունից։ Եթե դու քո Հայաստանի Հանրապետության մայր օրենքը չես կատարում, մենք սուվերեն իշխանական պետություն, ինքնիշխան պետություն մենք տեսնում ենք, չկա այդպես բան։ Բոլոր կառույցները, որոնք որ պատասխանատու են իրանց մասով այդ կետերի հետևման, բոլորը պատասխանել են, որ դա մեր ֆունկցիաները չի։ Հիմա մեզ հետաքրքիր է սահմանադրական կարգի տապալման համար Հայաստանի Հանրապետությունում կլինի մի հատ պաշտոնավոր մարդ, ով կստանձնի, կասի ես եմ պատասխանատուն եւ ես արել եմ սրա համար, լավ եմ արել։ Գոնե այդ պատասխանը ստանանք։ Այս վերջում հարցակում եկեղեցու վրա Կաթեկոսին կալանել, չգիտեմ, Գալստանյանին կալանել, Աճապարյանին կալանել։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, եթե իրանք տերորիստ են, խի քրեական գործերի մեջ չկա տերորիստի հոդված։ Եթե նրանք քաղաքական գործիչներ են, ինչպես ասում էր մեր արդարադատության նախարարը, ասում էր մենք քաղաք բանտարկյալներ չունենք։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ մարդկանց, որ այդքան անուններ կարամ թվարկեն բազմակի, որոնք որ քաղաքական գործիչներ են եւ այսօր կալանատներում են։ Ինչի համար է կալանը այդ մարդկանց։ Եթե տերորիստ են, հանրային հրապարակեք, հանեք հրապարակի մեջտեղը գնդակահարեք։ Եթե քաղաքական գործիչներ են, ձեր կամքին չենթարկվող, ձեր քմահաճույքով չշարժվող, այդ մարդկանց բաց թողեք։ Վաղ թե ուշ դուք եք հայտնվելու ուտել։ Այ մի քանի տարի առաջ դեպքեր եղել, չէ, Արցախի բարձր պաշտոնյա անունը չտամ, որ կալանել էին, հետո ասել էին ինչ անենք քո համար, ասել էր ես բերդերը սիրուն ռեմոնտ արեք, որովհետև վաղը միսօր դուք եք նստելու։ Հիմա ես եմ հորդորում, քանի կարա քրեակատարողական հիմնարկների վրա ուշադրություն դարձրեք, սնունդը լավացրեք, ձեր համար եք անելու։ Դուք եք ընդ նստելու, դուք եք ընդ ճաշ ուտելու, զբաղվելու։ Մեկ պահանջը արդար է։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության կետերով ինչ որ գրված է, ով ինչի համար պատասխանատու է, թող անի այդ գործերը, չէ, թող գնան իրանց տները։ Որ դարախազից որևէ ակնկալիքներ ունեն։ Անկեղծ որ լինեմ, սկի վարչապետից ակնկալիք չունենք։ Շատ անկեղծ էլի, որովհետև այդ նոր մի քիչ առաջ որ ասում ինքը ասում է սուվերեն ինքնիշխան պետությունը, ինքը սուվերեն մարդ չի, իրան բազմիցս ասել ենք, չէ՞ մենք, որ այդ մարդը ներդրված մարդը Հայաստանի Հանրապետությունը ոնց որ Ադրբեջանի դեսպանն լինի։ Այս մարդիկ երազել են սաղ կյանքում լինել, հիմա դարձել են Ադրբեջանի դեսպան։ Ադրբեջանից Թուրքիայից ինչ հրահանգ գալիս է, կես ժամ հետո շատ գերազանց 5+-ով իրականացնում են իրանց խնդիրները։ Ումից ակնկալիք ունեն։ Փորձելու եք այսօր դատախազի հետ հանդիպել ու ներկայացնել ձեզ մտահոգող խնդիրները։ Անկեղծ մենք բազմիցս փորձել ենք հանդիպենք, նամակով ենք դիմել, կոմպիտենտ մարդ Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչություններին եմ ասում եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանցից բան են ներկայացնում, պաշտոն են զբաղեցնում։ Կոմպիտենտ մարդ չկա, որ ինքը իր խնդիրը անի, բոլորը նայում են դեսպանին, Ադրբեջանի Հանրապետության Հայաստանում նշանակված դեսպանի դեմքին։ Ինքը այսօր ասում է, օրինակ, այսօր դատախազության ասում է բոլոր սպիտակ ավտոների վրա ակտ է գրում։ Դատախազությունը հելնում է, սկսում է բոլոր սպիտակ ավտոները անհիմն կայացնել ու կալանել։ Ինչի համար։ Այս մարդիկ նշանակված են զուտ Հայաստանը ներսից քանդելու համար։
Պրոստը մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նաև քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ես համահայկական ճակատ կուսակցության նախագահն եմ, նաև համահայկական շարժման Երևանյան գրասենյակի ղեկավարը։ Մենք պահանջում ենք մեր երկրից հեռու մնան այս մարդիկ, մեր օրենքները չափականեն։ Սա նոտարական գրասենյակ չի, որ առավոտ շուտ ով ինչ թուղթ բերի, պեչատեք, դնեք, ասեք սենց պետք է անենք։ Սա հստակ պետություն է, դարերի պատմություն ունի։ Դուք 7 տարվա մեջ այդ պատմությունը ոչնչացնում եք։ Դուք պատմությունը ստե ոչնչացնում եք, Ադրբեջանը մեր պատմությունը սեփականաշնորհում է։ Դա ո՞նց անենք։ Հիշում ենք դեռ ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, որ Էջմիածնի հրապարակում հոգևոր հավաք պետք է կազմակերպի եւ քայլի դեպի Մայրաթոր ու Բեհարանը ազատագրի, բայց ամիսներն անցել ու այդ հավաքը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ինչու հրաժարվեց այդ մտքից։ Որովհետեւ իր մոտ մի պայղավ 10 տիրադավների հետ, այսինքն ինքը սկզբից ուղարկեց 10 տիրադավներին եւ զգաց, որ ժողովրդական ընդվզում կլինի։ Դրա համար չեղավ։ Բացի այդ, ես հիմի խնդրեմ մեր եկեղեցականներին մեկ բան անեն էլ այդ աղոթքի ժամանակ իր անունն էլ տան, կարող է մաքրվի։ Դες մարդը չարին ասովոր, այս մարդը չգիտեմ, հիշում եք ընտրություններից առաջ իրանց տան պատերը, չգիտեմ, սիմվոլիկաներ էր նկարած բան, բռնին այդ տունը ծախին, սենց, այդ մարդը սովոր է դրան։ Օրերս արգելվեց Վեհափար Հայրապետի ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչ էր կարծում, սա կապ ունի ժողովին մասնակցելու հետ, թե ոչ, որովհետև նման բան երբևէ պատմության մեջ չի եղել։ Սա անմիջական կապ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան երևի ուզում է նշանակի Վեհափարի տեղը, բայց դա դժվարություն չի, թող ինքը կամային կանի, ասի ժողովուրդ, ես էլ վարչապետ չեմ ուզում լինեմ, ուզում եմ գնամ դառնամ Վեհափար։ Այնտեղ դա երկրորդական հարց է։ Այդ ժամանակ այնտեղ կարգ կա, չէ՞ որ ընտրում են Վեհափար։ Դե այդ խորհուրդը կնստի կորոշեն, այնտեղ պետք կգա այս մարդը, թե չէ։ Ինչ ան ես սրա նրա հետևից։ Նա ամեն ինչ անում է, որ հայ առաքելական եկեղեցին քանդվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել որպես պետություն, բայց եկեղեցին պահել է։ Եկեղեցին այդ ամեն ինչ պահել է։ Դա իրան ձեռնատու չի, ինքը իր տերերից խնդիր է ստացել։ Ինքը իր տերերից խնդիր է ստացել, որ պետք է սաղ լուծարի, ես նոր ասեցի։ Հայկական պատմությունը ջնջվի, մենք դառնանք քոչվորցե, Ադրբեջանում գրվի հայկական պատմությունը։ Սա ամբողջովի խնդիրը դա է։ Այսինքն ամեն դեպքում դրսից հրահանգը կա։ Բնականաբար այո, որովհետև սրանք այդքան խելք չունեն, էլի։ Իրականում ոչ խելք ունեն, ոչ էլ այդքան կամք ունեն։ Եթե կամք ունենային 160,000 անվտանգության աշխատողներով ման չէր գա փողոցը։ Ասում եմ, ժողովրդավարական երկրում ժողովուրդն է ինձ քվե տվե, ինքը դուրս է գալի ման գալու, տեսել եք հետ ինչքան մարդ է շրջում։ Բայց եթե ես քեզ քվե եմ տվե, դու խի չես գալի, ես հասարակ քաղաքացի եմ, կարող ուզում եմ մի բան հարցնել։ Բայց դու ընձի պետքա ծառայես, եթե դու ընձի իմ քաղաքացիներին չես ծառայում, դու ումն ես ծառայում։ Հետաքրքիր հարց է, ում համար եք ծառայում։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այս ամենը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ անձերի։ Նայեք, ես օրինակը բերեմ կներեք, տրիբուն ամ։ Ես տրիբուն ամի հետ խնդիր չունեմ։ Ունեմ մեր լրագրողի հետ, չէ՞ խնդիր։ Օրինակ կներեք ինձ, որ սենց եմ օրինակը բերում։ Լրագրողի ես ինտերվյու չեմ տա։ Կասեմ, գնացեք, ուրիշ մարդու գա տա։ Ինքը բոլոր եկեղեցիները պղծեց։ Այցելելով, պատարակի կարգը փոխելով, միտումնավոր, իր կողքը վերցնելով այն մարդկանց, եպիսկոպոսներին, ովքեր ունեն իրանց վատ անցյալ։ Օրինակ, 18 թվին բաներ, Բենթլի Սամոներ։ Այսօր դարձել է Կճոյան, հա ոնց որ, Սուրբ Կճոյան։ Այդ կաթխեկոսը, որ ձեռնադրում էր ամեն մեկին տալիս էր մի հատ բան, այդ ինչ է։ Եկեղեցու տնօրեն։ Այդ վաղ սաղ ուրախ վերցրեցին։ Հիմա որ կաթխեկոսը ասում է բանա, դու կարգա լուծես, մենք իրան չենք ենթարկում, բայց դուք ումն եք ենթարկում։ Այն ժամանակ պաշտոներ, հետաքրքիր էր վերցրեցիք, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանը եկավ, իր բնավորության համաձայն կոմպրոմիսները հավաքեց ձեր վրա, կանչեց ասես կամ դատվելու եք, կամ էս եք անելու։ Սաղը գնացիք Ղազագիրը ստորագրեցիք։ Դա են ուզում։ Դրանց հետևից են գնալու մենք։ Դրանք են մեզի աղոթք անելու, մեր երեխեքին կնքելու։
ժողովուրդ խայտարակություն է։ Մենք ճիշտ ասենք նայում ենք, խնդում ենք, կատակ ենք տալի, բայց խայտարակություն է։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ են չանում, այդ իրանց Ալեն Սիմոնյանն էր 2 օր առաջ նայում, ասում է ժողովուրդ, որ դուք իրար փողոցներում եք, շնորհավոր եք իրար։ Աննա Հակոբյանը ելնում ասում է, որ բարևում ես մի հարցրում, ոնց ես, ինչ ես կարդում։ Հետաքրքիր sense Ասում է ժողովրդավար պետություն ենք, օրինակ վարչապետը սրտիկներ է ուղարկում ժողովրդին, ասում է սիրում եմ ձեզ։ վարչապետը սրտիկներով սիրեց ժողովրդին մի քանի տարի առաջ։ Օրինակ Ես չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվեմ, բայց ինքը սիրել է, հասցրել է, սաղին սիրել է, հատիկ։ Այն որ գոռում էր, ասում էր տատիկ պապիկները 36,000 դրամ փող են ստանում, ոնց պետք է ապրեն, դեղ առնեն, կոմունալ մուծեն, չգիտեմ, էս անեն։ Հիմա տատիկ պապիկները բախտները բերել է, որ իրանք Երևանում են ծնվել, շուտ են ծնվել, արվեստագետի կամ չգիտեմ, վաստակավոր գործչի, թոր են եղել, տներ են ստացել ստե։ Պետականորեն, պետությունը այն վաղ տները հատկացրել։ Հիմա ասում է մարդ մնում է Մաշտոցի պողոտայում եւ բան աստանում, նպաստ։ Ասում է ինքը միլիարդատեր է արդեն։ Տունը ծախի գնա ուրիշ տեղ ապրի։ Ընկեր, դու այդ Իջևանից տունը ծախիր եկար քաղաքը քանդիր։ Հիմա այս մարդկանց ուր ես խրգում։ Գյուղացին պետք է մնա իր գյուղում, զբաղվի իր աշխատանքով եւ իր առօրյան ստեղծի այնտեղ։ Ամեն մարդու որ տալիս են պաշտոն, դառնում է սենց։ Շնորհակալ եմ։ Ես